Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, անդրադառնում ենք բավականին հետաքրքիր թեմաների, հյուրընկալում ենք անհատների, ովքեր որ ունեն հարուստ անցած ճանապարհ եւ փորձ։ Այսօրվա իմ հյուրին եմ ուզում մեծ սիրով ներկայացնել Գևորգ Գասպարյան, ողջույն Գևորգ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել մինչեւ բուն զրույցին անցնելը, որ Գևորգը գործարար է, նաեւ ալպինիստ, այսպես ճիշտ եմ ձևակերպում Գևորգ։ Նաեւ հանդիսանում է Արևի հյուրատան հիմնադիրը, իհարկե մենք մեր զրույցի ժամանակ անպայման անդրադարձ կկատարենք այս բոլոր թեմաներին, բայց մինչև հիմնական թեմաներին անցնելը, Գևորգ, մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք ու ամենակարևորը ինչպես եք հայտնվել այս բավականին հետաքրքիր ոլորտում, նաև գործարարություն, ալպինիզմ, ոնց եք այս ամենը համատեղում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Ասեմ, որ կրթությամբ բացարձակ տարբեր կրթություն եմ ստացել, համեմատած նրա հետ ինչով զբաղվում եմ հիմա, Ագրարային համալսարան եմ ավարտել, անասնաբուժության ֆակուլտետ եւ պետք է նշեմ, որ շատ սիրում եմ այդ մասնագիտությունը ու դա որ թվականին էր եւ 2006-ին եմ ավարտվել, մոտավորապես 10 տարի ակտիվ զբաղվել եմ անասնաբուժությամբ ու զբաղվել եմ գյուղատնտեսական կենդանիների բուժմամբ, ոչ թե ուղղակի ընտանի կենդանիների բուժումով եմ զբաղվել, բայց որոշակի ժամանակ եկավ 2008-9 թվականներին, երբ որ աշխատանքի խնդիր ունեի եւ սկսեցի ուղղակի զբաղվել, մտածել թե ինչով կարող եմ զբաղվել, այդ ժամանակ սպոսավարների դասընթացներ էին կազմակերպում, այնպես ստացվեց, որ մասնակցեցի այդ դասընթացներին եւ հետո սկսեցի շաբաթ-կիրակի օրերը արշավներ կազմակերպել տեղաբնակների համար, դա 2009-10 թվականներն էր, 2011-ին Արևի զբոսաշրջային ընկերությունը հիմնադրել եմ, մինչև 2015-ը շատ ակտիվ զբաղվում էինք ներքին туриզմով, պետք է ասեմ, որ մոտավորապես տարեկան մինչև 4-5 անգամ բացի տեղական արշավները, նաև Արարատ լեռան գագաթ լեռնագնացություն էին կազմակերպում, եւ այդ տարիներին առաջին անգամ մեզ հաջողվեց Սիսը բարձրանալ, Սիփանը եւ հայկական լեռնաշխարհի մյուս հայտնի այո գագաթները, այդ սկսվեց 2012-ից առաջին անգամ։ Եվ հետո արդեն այնպես ստացվեց, որ մտա հյուրանոցային բիզնեսի ոլորտ, որովհետև սկսվեց արդեն ավելի շատ աշխատանքը Եվրոպայից, արտասահմանից, այսպես ասեմ, ժամանած զբոսաշրջիկների հետ 90%-ով արշավային արկածային туриզմի սիրահարների համար եւ տեսավ թե որտեղ հյուրանոցային գիշերակացի ծառայության բաց կա, այսպես ասած, որը որ այդ արշավային զբոսաշրջության կոնտեքստում կհամադրվեր եւ առաջինը հիմնադրվեց Արևին 2018 թվականին, Արևին Եղեգիս գյուղի Արևի հյուրանոցը, այն ժամանակ առաջինն էր Եղեգիսում, հիմա գիտեք Եղեգիսը դարձել է արդեն բավականին ակտիվ տուրիստական գոտի, հա։ Եվ երկրորդը բախտ վիճակվեց հիմնադրել Տավուշի մարզի Գոշ գյուղում, Գոշավանքից ոչ շատ հեռու, էլի Տավուշյան ճարտարապետական կոնցեպտով համահունչ բնությանը եւ այդպես։ Հիմա կամաց բնականաբար առաջիկա տարիներին փորձենք շարժը ձև ցանցը ընդլայնել եւ հուսամ, որ տուրիստական շուկան նույնպես կզարգանա։ Շատ լավ, ուզում եմ հասկանալ, Գևորգ, տարածքները ինչպես եք ընտրում։ Օրինակ, ո՞նց եք հասկացել, որ հենց պետք է Եղեգիսում լինի կամ Տավուշում, ո՞նց եք որոշում։ Տեսեք, քանի որ ասացի, որ գործ ունեինք արկածասեր հանրության հետ եւ օրինակ, եթե վերցնում ենք արշավորդներին, իրենք սիրում են, որ ամեն օր շատ կարճ մեքենայի տրանսֆեր ունենան ավտոբուսի այս պարագայում եւ քայլեն եւ նորից կարճ տրանսֆերով հասնեն հյուրանոց իրենց գիշերակացի եւ ոչ թե օրինակ Երևանից քշեն հասնեն Տաթև, այնտեղ քայլեն եւ այդքան էլ հետ վերադառնան եւ քանի որ Եղեգիսի կիրճը
իր եւ հուշարձաններով եւ գեղագիտությամբ եւ արշավային արահետներով, նաեւ պետք է ասեմ, որ Երգնաձորի շրջակայքը շատ հարուստ է։ Ես ընտրեցի հենց Եղեգիս գյուղը, որ առավոտյան կարող է խումբը հյուրանոցից դուրս գալ, ոտքով անմիջապես գնալ Սմբատաբերդ Ցախածկար օրինակ եւ պտտվել երեկոյան էլի ոտքով վերադառնալ հյուրանոց, առանց նույնիսկ մեքենա օգտագործելու եւ բնություն սիրող մարդկանց համար դա ճգնաղ մոդել է։ Նույն կոնցեպտն էլ աշխատեց Գոշի համար եւ նաեւ Լորիում առաջիկա ծրագրերի եւ Սևանում գաղափարներ կան, նույն կոնցեպտն է աշխատելու ընտրության տեղանքի ընտրության մասով։ Շատ լավ, իսկ ինչի արևի որտեղից եք անունը վերցրել։ 2011-ին, երբ որ մտածում ենք թե ինչ տնենք տուրիստական ընկերության անունը, դե հասկանալի է շատ տարբերակներ ենք նայում եւ ուղղակի մտածեցինք, որ Հայաստանը շատ կապում են մարդիկ արևի հետ, մենք 300 արեգակնային օր ունենք եւ արևային երկիր ենք, խաղողը ծիրանը շատ լավ մեզ մոտ հասնում է դրա հաշվին եւ ուղղակի պատահաբար արև բառը մտածեցինք, հետո որոշեցինք, որ արևի հոլովումների մեջ արևին ստացվում է եւ այդ պահին ծագեց նաեւ այդ կարգախոսը բացահայտ իր Հայաստանը արևի հետքերով։ Էլ երկար բարակ չմտածեցինք ու գրանցեցինք արևին որպես զբոսաշրջային ընկերություն 2011-ին։ Հետագայում արդեն սկսվեց մնացած բրենդների մշակումը կապված հենց արևի հետ արդեն։ Շատ լավ, Գևորգ, նշեցի նաև հաղորդման ամենասկզբի հատվածում, որ նաև ալպինիզմով եք զբաղվում։ Մի փոքր ոլորտները շատ տարբեր են՝ անասնապահություն, հետո հյուրանոցային գործունեություն, հետո ալպինիզմ։ Այդ մտքերը որտեղից են եկել կամ որտեղ եք սովորել։ Նաև մի փոքր ոլորտի մասին կնշեք, օրինակ ինչ առանձնահատկություններ կան, որքանով է մեզանում զարգացած կամ հայ սպառողը որքանով է նախընտրում այս ուղղությունը որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն։ Շատ լավ։ Մինչև ալպինիզմին անցնել ես ուղղակի հավելեմ, որ քանի որ բիզնեսները իրար մոտ են, նաև մեզ մոտ ծագեց հերթական գաղափարը, որ քանի որ գործունեությունը նաև Վայոց ձորի մարզում է, Եղեգիսի շրջակայքում, մենք այնտեղ հիմնադրեցինք խաղողի այգիներ։ Այս պահին ակտիվ նաև զբաղվում ենք այդ գյուղատնտեսական աշխատանքներով եւ արդեն մեր գինին ունենք արտադրած եւ առաջիկայում արդեն կշուկայահանվի։ Այս պահին շատ մեծ չի ծավալները մոտավորապես 4-5 հազարի, բայց 1000 շշի, բայց գնալով գաղափար ունենք հասցնելու մինչև 20-30 հազար շիշ եւ ինչի նշեցի սա, որ երբ որ մի բիզնեսի մեջ մտնում ես, բնականաբար իրեն հետ կապ ունեցող եւ սպառման հնարավորություն տվող փոխ լրացնող ոլորտները փորձում ես նաեւ ընդգրկել եւ այդպես գնալով արդեն շրջանակը այդ բիզնեսի մեծանում է։ Եվ եթե շարունակեմ արդեն ալպինիզմին, լեռնային տուրիզմին, ի սկզբանե 2011-ից երբ որ արևին հիմնադրվեց, որոշել էի, որ կլասիկ տուրեր ուղղակի չեմ անելու, քանի որ դա շատ հեշտ է եւ հեշտ մշակվում է, որովհետեւ երևի վստահ պատկերացնում եք եւ հիմա մեր հասարակությունն ավելի լավ է պատկերացնում, որ բացի Գառնիկ Եղարդից մենք այնքան սիրուն տեղեր ունենք նայելու, որ պետք է դա փորձել զբոսաշրջիկին ներկայացնել։ Եվ քանի որ այդ տեղերը հիմնականում հեռու են ճանապարհներից, միակ տարբերակը ոտքն է, հեծանիվը կամ արտաճանապարհային մեքենաներով հասնելը, եւ սկսվեց նմանատիպ պրոդուկտների մշակումը։ Իհարկե ասեմ, որ մինչև ինձ մենք 90-ականներից ընկերություններ ունենք տուրիստական, որոնք զբաղվել են նմանատիպ կառույցով եւ մինչև հիմա էլ զբաղվում են։ Եվ ուղղակի մենք էլ սկսեցինք հերթական անգամ որոշակի բաներ մշակել, փորձել նորություններ ներգրավել եւ արշավներից սկսվեց արդեն սերը լեռների հանդեպ։ Առաջինը բնականաբար այդ բարձր լեռներից արագացն ենք բարձրացել, հետո անմիջապես հետո Սիսը 2012-ին Արարատը առաջին անգամ,
այս պահին 23 վերելք ունեմ Արարատի գագաթ 23 անգամ բարձրացել եք Այստեղ մեկ լրացուցիչ հարց հետաքրքիր է ամեն անգամ նույն բարձրունքը հաղթահարելը ինձ մոտ միշտ հարց է առաջանում որ նույն ֆիլմը մի քանի անգամ դիտել նույն վայրը մի քանի անգամ այցելել արդյոք հետաքրքիր է շատ հետաքրքիր է որովհետև գրեթե միշտ Արարատը տարբեր է եղել ընդհանրապես լեռները միշտ տարբեր են ամեն պահի տարբեր են ամեն եղանակի տարբեր են սեզոնի եւ այլն գիտեք մի անգամ գնում ես մառախուղ է ուրիշ զգացողություն է քեզ մոտ մի անգամ կանաչ է մի անգամ չոր միշտ տարբեր է եղել պետք է ասեմ որ չեմ ձանձրացել այսքան տարի Արարատ բարձրանալուց հետո մինչև 2014-15 թվականը Դամավանդ Կասպեք Էլբրուս մի քանի անգամ վերելքներ եմ ունեցել Մոնբլանը 2016-ին բարձրացա այնուհետև Նեպալում Հիմալայներում Island Peak-ը 6184 մետր 2018-ին Խանտենգրին վերջերս 7010 մետր Տյան-Շանի լեռնաշղթայում այս տարի հաջողվեց նաև Ակոնկագուան հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը բարձրանալ Կիլիմանջարոն Մաթերհորնը նախորդ տարի կարող եք գիրք գրել դուք Ինչպես հաղթահարել բարձրունքները որովհետև շատ-շատերն են կարողանում դա անել կարող ես էմոցիաներ փոխանցել այո թե ինչ ես զգում յուրաքանչյուր լեռնագնացության ժամանակ դա այո միշտ տարբեր է պետք է նշեմ որ միշտ տարբեր է եւ նշեմ որ այս պայծրությամբ պատրաստվում եմ մյուս տարվա գարնան համար դեպի Էվերեստի գագաթ ճանապարհը բռնել հուսով եմ հոկտեմբերին կհաջողվի արդեն վերջնական ամրագրումը անել վերելքի համար եւ դիմել արդեն թույլատվության եւ եթե Էվերեստը ստացվի կարծում եմ որ աշխարհի 7 գագաթի ճանապարհը կբռնեմ որովհետեւ տակը մնում է ընդամենը 3 գագաթ Դենալին Կարսնյան պիրամիդաները եւ Անտարկտիդան։ Եթե Էվերեստը ստացվի, վստահ եմ կշարունակեմ։ Վստահ ենք կստացվի, Գևորգ։ Այստեղ նաև լրացուցիչ հաջորդ հարցն եմ ուզում տալ, վստահաբար յուրաքանչյուր գագաթ բարձրանալուց առաջ պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տարվի, հա։ Կարծում եմ հոգեբանական կտորից սկսած մինչև ֆիզիկական պատրաստվածություն եւ այլն։ Մի փոքր կներկայացնեք Ինչ է սպասվում յուրաքանչյուր լեռնագնացի մինչև գագաթը հաղթահարել, այսինքն ինչ պարտադիր պայմաններ պետք է անցնի ու նաև մյուս կարևոր բանը դուք որտեղ եք սովորել։ Վերջ-վերջոց այստեղ գիտելիք է, չէ՞, անհրաժեշտ որ ամեն մարդ չի կարող բարձրանալ կամ ինքնուրույն ամենը կազմակերպել։ Սկսեմ կրթությունից։ Պետք է նշեմ, որ ճիշտ է վերջին տարիներում, վերջին տասնամյակում մեզ մոտ կան տարբեր դասընթացներ լեռնագնացության, լեռնային туриզմի, արշավային туриզմի ուղղությամբ, բայց ցավոք սրտի մենք այդ դպրոցը չենք ունեցել։ Եթե Եվրոպայում իրենք ունեն նույնիսկ դպրոցական տարիներից այդ կոնցեպտը մշակված, դպրոցի էությունը մշակված եւ կուրսերը եւ ով ուզում է կարող է դիմել այնուհետեւ շարունակել դառնալ լեռնագնաց, գիդ եւ այլն մենք ցավոք սրտի չենք ունեցել եւ իմ միակ կրթության աղբյուրը եղել է ինտերնետը եւ այն կարճաժամկետ դասընթացները, որոնք կազմակերպվել են այս կամ այն կազմակերպությունների կողմից հրավիրվելով եվրոպացի արտասահմանից մասնագետների, որովհետեւ հասկանում ենք, որ իրենց փորձը ահռելի է համեմատած մերի հետ Եվ ինչպես նաև ամեն լեռան վերելքի ժամանակ դու հանդիպում ես տասնյակ մարդկանց, ովքեր մեծ փորձառություն ունեն, հնարավորություն ունես իրենց հետ շփվելու եւ իրենցից շատ-շատ բան ես սովորում։ Ստացվում է արդեն մոտավորապես 15 տարի ես հենց այդ դրանով եմ զբաղվում, բնականաբար այդ փորձ եւ ամեն ինչը եկել է մեծ մասամբ շփումից, մեծ մասամբ Այդ ասեմ, որ կարծում եմ առաջիկա տարիներին շատ բան արդեն կփոխվի, նախ նրա համար, որ գնալով ավելի շատանում են
մեր համակարգացիները մեր հետաքրքրվածությունը շատանում է եւ հարյուրներով հիմա մարդիկ արշավների են գնում, դուք եք տեսնում վստահ եմ բոլորի սոցիալական ցանցերում ամեն շաբաթ կիրակի հարյուրավոր մարդիկ լեռներում են, դա չտեսնված բան է եւ իրենք ավելի շատ են բնականաբար սկսում սիրել իրենց հայրենիքը, ավելի շատ են ճանաչում, ավելի սպորտային են դառնում, ավելի ուժեղ եւ դրանից լավ բան կարծում եմ մեր հասարակության համար այս պահին չկա համ։ Նաև բոլորը հետ են գալիս դեպի բնություն։ Այո, բոլորը հետ են գալիս բնություն։ Սոցիալական կայքերի ծանոթապահեստական։ Մեր խնդիրը դա է, որ մենք բնությունից շատ հեռացել ենք, մենք մեր երկրից ենք շատ հեռացել։ Այո։ Դա է պատճառը, որ ամենուրեք աղբն ենք տեսնում, ամենուրեք պետք է ասեմ, որ խորովածի ծուխ ենք տեսնում մենակ եւ վերջում իհարկե աղբը թողնում են այդ գեղատեսիլ վայրերում եւ գնում են, խմում են բնության կենացը, վերջում աղբը թողնում են այդտեղ գնում են եւ այո, մենք շատ ենք հեռացել բնությունից եւ այն ժամանակ, երբ որ շատ կմոտենանք նորից սկսենք սիրել եւ պահպանել այդ բնությունը։ Շատ շնորհակալություն, Գևորգ, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում տալ, տեսեք, ամեն հատկապես ալպինիզմի ոլորտում, ճիշտ է, մեր զրույցը գնաց մի քիչ ավելի շատ ալպինիզմի ուղղվածությամբ, բայց ինքը հետաքրքիր ուղղություն է ու նաև կարող ենք ասել Հայաստանում շատ քիչ անհատներ կան, ովքեր որ այդքան գագաթ են հաղթահարել եւ ամենակարևորը այսքան տարիների փորձ ունեն ոլորտում։ Կպատմեք մի փոքր այն զգացողությունների մասին, որ ունենում եք ամեն անգամ գագաթները հաղթահարելուց հետո ու նաև ամենաարտառոց դեպքը, որ ձեզ հետ եղել է, որը որ ամենակարևոր դասն է։ Վստահաբար յուրաքանչյուր գագաթ հաղթահարելուց դուք յուրօրինակ հիշողություններ, էմոցիաներ ունեք, բայց նաև առանձնահատուկները կլինեն այդ շարքում։ Նշեմ, որ հիշեցի ուղղակի մի ավակ ընկեր ունենք, որ էլի լեռնագնաց է եւ անընդհատ ասում է, ես փորձում եմ բարբերաբար սա կրկնել եւ փոխանցել, միշտ ասում է, որ սարերը չեն հաղթահարվում, սարերը չեն նվաճվում, սարը ուղղակի թույլ է տալիս, որ դու բարձրանաս գագաթ եւ այդ օրը իջնես եւ պետք է սարերին այդպես մեծարանքով վերաբերվել եւ ասեմ, որ միշտ արտարոց դեպքեր լինում են, միշտ հետաքրքիր ինչ-որ բաներ լինում է եւ վտանգավոր բնականաբար եւ վերջի դեպքը, որ այս տարի ինձ հետ պատահեց հարավային Ամերիկայում, Ակոնկագուան գրեթե 7000 մետր բարձրությամբ լեռ է, այնպես ստացվեց, որ մեր ուղեկցորդը որոշեց, որ գագաթի օրը 6000 մետրից մեզ կթողնի, որովհետև ինքը 65 տարեկան էր, այդ պահին ասեց, որ լավ չի զգում եւ պետք է վերադառնա եւ մենք կարող ենք մենակ շարունակել մինչեւ գագաթ։ Դե ստիպված եղանք շարունակել, որովհետեւ արդեն 8-9 օր այնտեղ էինք, ակլիմատիզացիա էինք անցնում, պատրաստվում էինք եւ ամենակարևոր օրը փաստորեն ստացվում է, որ ուղեկցորդը քեզ մենակ է թողում։ Քանի օր պետք է բարձրանայիք ըստ նախնական պլանավորվածության։ 14 բարձրանալիչն է 14 օր, իհարկե միշտ հետևում ենք, եթե ինչ-որ պատուհան կա, որ բացա եղանակային տեսանկյունից եւ գիտենք հետո արդեն փակելու է, բնականաբար փորձում ենք այդ օրերը օգտագործենք, որպեսզի եթե փակեց, վստահ միակ ճանապարհը հետ դարձնա, չես կարող տեղ հասնել այդպիսի բարձրությունների վրա։ Ինչևէ, մենք 6000 մետրից շատ ցուրտ եղանակին եւ ցուն սկսվեց, հետո սկսեցինք առաջ գնալ, խրվում էինք ձյան մեջ մինչև ծունկ, եթե ուղեկցորդ կա քեզ հետ, ինքը դիմացից գնում է եւ այդ ճանապարհը այսպես ասած բացում է եւ գործը միայն իր հետևից քայլելն է, բայց եթե դիմացից մարդ չկա, բնականաբար դու պետք է գնաս, փոխվում էինք թիմի անդամներով, բայց հասկանալի է, որ մեր գործը բարդանում է։ Այո, շատ բարդանում է, ուրիշ բան է, որ դիմացից արդեն լինի։ Եվ բնականաբար մյուս խմբերն էլ հետ գնացին, այդ ստացվեց, որ մենք ընդհանրապես մենակ ենք լինում արահետին, հասանք գրեթե 6700 մետր բարձրության եւ մեզ այնտեղ դիմավորեցին այսպես ասած լեռնային պարեկները
իրենց աշխատանքն է դա, նաև միշտ այնտեղ են լինում։ Նմանատիպ իրավիճակներում միշտ բարձրանում են եւ մեզ ասացին, քանի որ դուք ուղեկցորդ չունեք, մենք ձեզ թույլ չենք տալիս այս եղանակին գագաթ գնալ։ Պատկերացնում եք 9-10 օր այդպիսի տանջալից պայմաններում անցես կացել ու հասել ես գագաթի տակ անմիջապես, մի փոքր հատված բարձրանալու, ասում եմ չենք թողնելու։ Փորձեցինք երկար-բարակ հետները բանակցել, բայց ոչ մի բան դուրս չեկավ։ Ստիպված հետ վերադարձանք նորից 5300 մետր։ Մեր ուղեկցորդը այնտեղ բնականաբար տաճ խոսակցություն ունեցանք, որ ինքը թողեց մեզ եւ մեր վերելքը, այսպես ասած, ծախողվեց։ Գիտեք ինչքան հոգեպես ճնշված կլինես այդ պայմաններում, հատկապես որ շատ քիչ է մնացել հաղթահարելու եւ յուրաքանչյուր 9 օր հասել ես դու արդեն այդտեղ, որտեղ մինչեւ 5300 գնում ես, հետո մի քանի օր հանգստանում ես, բարձրանում մի օր օրինակ 5300-ից բարձրացել ենք մինչեւ 5900 իրերը թողել ենք այնտեղ, հետո հետ ենք իջել, որ հաջորդ օրը կարողանանք արդեն բարձրանալ եւ շարժվել դեպի գագաթ, ինչեւ է։ Բայց ստիպված եղանք 5300-ում ուրիշ գիծ գտնել, նորից նույն գագաթը բարձրանալ վերև։ Ամբողջ գիշեր մտածում էինք, որ առավոտյան կիջնենք ներքև ու կգնանք ուղիղ հետ ու էլ չենք վերադառնա ընդհանրապես այս լեռը, բայց առավոտ արթնացանք, որոշեցինք, որ չէ, մենք հասել ենք ստեղ, այսքան ոնց եք գտել գիդին սարի վրա, հեռավորության վրա, այսպես։ Այնտեղ բազային ճամբարում շատ տարբեր ընկերություններ կան եւ դիմեցինք ուղիղ իրանց, ասացինք, որ այսպես մենք ակլիմատիզացիա ունենք, մեզ գիդ է ուղղակի անհրաժեշտ, որ նորմալ կբարձրացնի մեզ։ Բարեբախտաբար հաջողվեց գտնել ազատ գիդ եւ իր հետ արդեն 2 օր անց հասանք գագաթ։ Այսինքն կարող ենք նաև այստեղից եզրակացնել, որ լեռնագնացները նաև երբեք չհանձնվելու բան ունեն, կամային հատկանիշներ, հա։ Գիտեք, շատ կարևոր կետ է դա։ Միշտ պետք է շատ ուշադիր լինես, որովհետև անընդհատ կյանքիդ հետ գործ ունես նմանատիպ պայմաններում։ Հասկանում եք եղանակային ինչպիսի սաստիկ պայմաններ կլինեն այնտեղ, սկսած ձեռքերի ցրտահարությունից մինչև ոտքեր եւ ամեն ինչ կարող է քեզ հետ պատահել եւ շատ կարեւոր է գիտակցել ինչքան էլ դու ուզում ես ճիշտ է հասնես գագաթ, բայց քո առողջությունը եւ քո անվտանգությունը դա պետք է լինի առաջնային ֆակտոր նմանատիպ պայմաններում։ Այդ ամեն ինչին խանգարում է թթվածնային քաղցը, քո դանդաղ մտածելը ամեն ինչ ռեակցիաները դանդաղում են այդպիսի բարձր պայմաններում, բայց դու այդ զգոնությունը չպետք է կորցնես։ Մի վայրկյան կորցնեցիր եւ վերջ։ Բայց միևնույն ժամանակ պետք է նաեւ համբերատար լինես, որովհետեւ եթե համբերատար չեղար, միակ ճանապարհը հետ դարձն է։ Ես մի շատ հետաքրքիր դեպք հիշեցի, մեր ընկերներից մեկը, ով Էվերեստի վերելքի վերջին օրը ճամբարից շարժվել էր դեպի գագաթ ու այնտեղ տեսել եք վստահ եմ ֆիլմերում աստիճաններ են դրված, դու անցնում ես այդ աստիճանների վրայով պարանով, հասել էր մի տեղի, որտեղ տեսել էր իր դիմաց մոտավորապես 30 հոգի հերթի են սպասում եւ պետք է այդ հատվածով անցնեն, բարկացել էր, որ բարկացել էր ինքնազգացողությունը միանգամից վատացել էր եւ իրանց ստիպված իջացրել էին հետ։ Ընդհանրապես մեկ բարկանալու արդյունքում մարդու մարմինը այլ ռեակցիա էր տվել։ Իհարկե իջել էր ճամբար, հետո իր գիդը եկել էր, շարպան եկել էր, հետը խոսել էր երկար-բարակ, հաջորդ օրը մի շնչով բարձրացել էր գագաթ նորից։ Հրաշալի է, բավականին ինձ համար գոնե այսպես կարող ենք ալպինիզմն էլ սահմանել որպես սպորտի մի հետաքրքիր ուղղություն, շատ կարևոր է անձնային որակները, հա, որովհետև եթե դու չունեցար կամային շատ ուժեղ հատկանիշներ, դժվար կլինի, քեզ ճանապարհից հետ կկանգնես կամ չես կարող հաղթահարել։ Ուզում եմ Գևորգ մի փոքր կիսվեք այն կարևոր հատկանիշներով ու որակներով, ամեն դեպքում ես միշտ նաև նախորդ գործարարների հետ հանդիպման փորձառությամբ կիսվեմ, գործարարությունն ու սպորտը շատ կապված են իրար հետ, որովհետև երկուսն էլ մի հատ կարևոր բան ունեն, դա դիսցիպլինա ասվածն է կամ այդ կարգապահություն ասվածն է։ Մի փոքր կարևոր սովորությունների որակների մասին կկիսվեք, որը որ ձեզ շատ օգնում է եւ գործարարության մեջ եւ սպորտի։ Տեսեք, ես կնշեմ, որ
Հայաստանում եւ նամանավանդ Հայաստանի շրջաններում բիզնես անելը բավականին բարդ գործ է եւ անընդհատ շատ հրավերների է բախվում Իհարկե Երևանում էլ հեշտ չի, Երևանում էլ այլ է, բայց հնարավորությունները շատ են, սկսած աշխատուժից, վերջացրած օրինակ էլեկտրաէներգիայի սնուցման խափանումներով եւ նմանատիպ այլ պրակտիկ բաներով, որոնք որ շրջաններում շատ են, իսկ Երևանում համեմատաբար ավելի քիչ են։ Եվ Այդ պետք է նշեմ, որ շատ կարևոր է ուղղակի համբերատար լինել, միշտ ֆորս մաժորներ լինում են ու շատ են լինում շրջաններում, պետք է ծայրահեղ համբերատար լինել բոլոր աշխատակիցների հետ կարողանաս լեզու գտնել, որովհետև իրենք շատ ժամանակ կոպես չեն մտածում, ու իրենք չեն մտածում, որ բիզնեսը կարիք ունի SSS բաների, ինչքան էլ դու դա պարբերաբար իրենց փորձում ես սովորացնել, որովհետև իրենց համար էլ ուրիշ առաջնահերթություններ կան։ Իրենք չեն մտածում, որ այդ բիզնեսը նաև իր եկամուտի աղբյուրն է, եւ մենք էլի պարբերաբար ես մտածում եմ, որ խնդիր ունենք կրթության հետ։ Անշուշտ։ Որովհետև եթե այդ կրթության բարձր մակարդակը շատ բարձր լինի, բոլոր աշխատակիցները, բոլոր բիզնեսների աշխատակիցները այդ բիզնեսը կընկալեն որպես իրենց սեփականը եւ ավելի մեծ նվիրումով կաշխատեն, հետեւաբար դրանից ստացված եկամուտն էլ ավելի մեծ կլինի եւ նաեւ իրենց շահույթը այդպես ավելի կավելանա եւ այդտեղ կրկին անգամ կրթությունը շատ կարեւորում եմ ու կարծում եմ, որ մեր փրկությունը մենակ դրա մեջ է։ Եթե անդադար պետք է կրթվել, այո, եթե առաջիկա մեր եկող սերունդները շատ անգամ ավելի լավ կրթվեն, քան մենք ենք կրթվել, կարծում եմ շատ բան Հայաստանում դեպի ավելի լավը կփոխվի։ Վստահ։ Ուզում եմ մյուս հարցը տալ, Գևորգ, ոնց գտնեն ձեզ, ոնց գտնեն Արևին կամ ինչպես ծանոթանան, մի փոքր նաև սրա մասին կնշեք։ Սոցհարթակներում ամենտեղ մեր էջերը կան, ամրագրման հարթակներում booking.com, hotels.am, այնտեղ նույնպես կան մեր հյուրանոցները եւ իմ անձնական էջը միշտ հասանելի է, ով ինչ որ բանի կարիք է ունում, հանգիստ կարող է ինձ գրել եւ ցավոք ես վերջի տարիներին այնպես է ստացվել, որ այլևս որևիցե լեռնագնացություն կամ արշավ չեմ կազմակերպում ներքին հաճախորդների համար, քանի որ շատ զբաղված եմ արդեն տարբեր գործերով։ Բայց մենք մեկը կհամակարգենք ու կկազմակերպենք։ Բայց պիտի ասեմ, որ վերջի 2 տարում ստացվեց մի արկածային туриզմի product մշակել, որը որ առաջարկում ենք տարբեր ընկերությունների իրենց թիմերի կառուցումը մեր միջոցով իրականացնելու համար, դա հասարակ product է, որը որ առաջել էինք անում, բայց սկսել ենք հիմա ավելի ակտիվ այդ ուղղությամբ աշխատել, արտաճանապարհային եւ արշավային տուրերն են, օրինակ IT կամպանիաների համար 20-30 հոգով հնարավոր է օրինակ նմանատիպ տուր կազմակերպել, շատ գեղատեսիլ վայր այցելել, որ ուղղակի ավտոբուսով երբևէ անհնար է եւ բարեբախտաբար ստացվում է արդեն շատ համագործակցության լավ օրինակներ ունենք եւ գնալով փորձենք նաեւ այս product-ը ավելի զարգացնել։ Շատ լավ, Գևորգ, նախավերջին հարցը էսպես տամ, իրականում հարցերը շատ են, բայց էսպես փորձելով ամփոփել, վստահաբար դժվար է ասել, որն է ձեր սիրած ամենագեղատեսիլ վայրը Հայաստանում կամ լեռը, որովհետև բոլորն էլ գեղեցիկ են եւ բոլորն էլ իրենց յուրօրինակությունը ունեն։ Բայց կնշեք վայրը եւ լեռը, որը որ ձեր սրտում առանձնահատուկ տեղ ունի։ Եվ ինչու։ Ճիշտ եք, շատ տարբեր, շատ գեղեցիկ լեռներ ունենք եւ նույնիսկ ասեցի արդեն, որ տարբեր սեզոններին գնալուց դու լրիվ այլ տպավորություն ես ունենում,
Բայց մի լեր կա, որ չափազանց տպավորվել է իմ մեջ հենց առաջին իսկ վերելքից, դա Սիփանն է, Արևմտյան Հայաստանում է գտնվում, Վանա լճի ափին, 2014 թվականին ենք առաջին անգամ բարձրացել, կամ 13-ին ենք բարձրացել առաջին անգամ, հետո 14, 15, մինչև 2016-ը հաջողվել է բարձրանալ, երբ որ մոտավորապես 2500 մետրի վրա առավոտյան լուսաբացին արթնանում ես, տեսնում ես Վանա լճի վրա ծագող արևը, եւ այդ տեսարանը մինչև այսօր հիշում եմ, ու ամենատպավորիչն է այսքան իմ ունեցած փորձառության մեջ, չնայած ասեմ, որ Հիմալայները կամ Տյան-Շանի լեռնաշղթաները իրանք բնականաբար ամբողջը 7-8 հազար մետր բարձրությամբ լեռներ են, բայց այդ տեսարանը մինչև հիմա տպավորված ինձ մեջ մնացել է։ Շատ լավ, եւ վերջին հարցը, Գևորգ, քանի որ վստահաբար մեզ լսում են եւ երիտասարդներ եւ տարբեր, տարիքի անհատներ, մենք չգիտեմ ինչի ամեն հանդիպման ժամանակ միշտ ուզում ենք շեշտը դնել ավելի շատ երիտասարդ ռադիոլսողների, ռադիոդիտողներին մոտիվացնելու, ոգևորելու վրա, ինչ խորհուրդ կտայիք իրենց անհատներ, ովքեր որ առաջիկայում պլանավորում են մտնել գործարար ոլորտ, իդեպ երբ մենք ասում ենք գործարարություն, դա բնավ բիզնեսին չի վերաբերվում, դա կարող է լինել ցանկացած գործունեություն, ցանկացած նախագիծ, ծրագիր, որը որ ձեզ համար շատ կարևոր է եւ կուզենայիք ուղղորդել։ Այլ կերպ ասած, ձեզ ինչ խորհուրդ կտայիք, եթե դուք լինեիք 17-18 տարեկան։ Մի շատ հետաքրքիր կարգախոս կա, որոշել ենք, որ օգտագործելու ենք դա Էվերեստի վերելքի կարգախոս որպես կոչվում է երազիր բարձր, եւ իմ մյուս ընկերը ասում էր մեծը փոխել եք բարձրի, այո, բարձրի հետ, որովհետեւ Էվերեստը ամենաբարձրն է, եւ մի ընկեր ունեմ, որ ասում էր follow your dreams, այսինքն հետևիր քո երազանքներին, ու այս երկուսը խորհուրդ կտամ բոլոր երիտասարդներին, ովքեր որ ուզում են գործարարությամբ զբաղվեն, ինչ որ միտք ունեն, ինչ նպատակ որ դրել են, ցանկացած գնով պետք է դրան հասնել, եւ գիտեք, բոլորս էլ շատ դժվարություններ ենք ունենում ինչ որ նպատակի հասնելու ճանապարհին, չափից ավելի դժվար է լինում, գիշերները կարող է չքնես, մտքերդ անընդհատ խառնված լինեն եւ այլն եւ այլն, եւ դա նորմալ է, դա միակ ճանապարհն է ինչ որ բան առաջ տալու, ինչ որ բանի հասնելու, եւ ընկճվել պետք չի ոչ մի պարագայում, իհարկե ձախողումներ են լինում, բայց այդ ձախողումների արդյունքում էլի դու սովորում ես եւ կարողանում ես արդեն առաջ գնալ, այնպես որ պետք է բարձր երազել։ Շնորհակալություն շատ, Գևորգ, ես էլ եթե թույլ կտաք ավելացնեմ, սկսեք երազել, որովհետև նաև սա շատ կարևոր է, ցավոք սրտի մենք նաև այստեղ մի փոքր բացեր ունենք, այսինքն մենք միշտ մտածում ենք, որ մեզ մոտ չի ստացվի կամ, չգիտեմ, եթե ինչ-որ մեկի մոտ ստացվել է իր պայմաններն ու հնարավորություններն են տարբեր եղել, այո, երազել, սահմանել նպատակներ ու բարձր երազել, շատ կարևոր է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բավականին հետաքրքիր զրույցի համար, ձեր ու բոլորիս գործերին մեծ հաջողություններ, ես վստահ եմ, որ դուք կհաղթարեք այն բոլոր բարձրունքները, որոնք որ ձեր մտքում ունեք, նաև 2026-ին ընթառաջ եւ առիթ կունենանք նաև այդ բարձրունքների մասին խոսելու։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ իմ հյուրներ Գևորգը, ով հանդեսանում է Արևի հյուրանոց գործարար, ալպինիստ, նաև Արևի հյուրանոցային ցանց կարող ենք ձևակերպել, թե դեռ հյուրանոցով ցանց կարելի է, ապա հիմնադիրը։ Իրեն կարող եք գտնել Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում, սոցիալական մեդիա հարթակներում եւ ինչու ոչ, նաեւ սահմանել համագործակցության եզրեր։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, ձեր գործերն էլ հաջողություն։